Հայաստանում մեկնարկել է ուղեղի ճանաչման շաբաթը։ Համաշխարհային ամենամյա կրթական արշավին բժշկական համալսարանը միանում է արդեն 3-րդ անգամ։ Նպատակն է բարձրացնել հանրության իրազեկվածությունն ուղեղի հիվանդությունների մասին, ներկայացնել դրանց բուժման հարցում առաջընթացն ու ձեռքբերումները։ Արշավն իրականացվում է աշխարհի շուրջ 100 երկրում։ Երևանի պետական բժշկական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը չդավաճանելով իր ավանդույթներին արդեն 3-րդ տարին է դիմում է Dana Foundation-ի եւ Federation of European Neuroscience Society-ի կողմից տրամադրվող դրամաշնորհային ծրագրին, որը կոչվում է Brain Awareness Week, ուղեղի ճանաչման շաբաթ։ Արդեն 3-րդ տարին անընդմեջ մենք շահում ենք այն եւ դրա շրջանակներում կազմակերպում ենք այս միջոցառումների շարքը։ Հայաստանյան արշավին ներգրաված են բժիշկներ, դասախոսներ, ուսանողներ, որոնք իրենց զեկույցներով կբացահայտեն ուղեղի գաղտնիքները։ Այս տարվա կարգախոսն է վերծանելով ուղեղի puzzle-ը, ընդհանուր կոնցեպտը դա տարբեր պաթոլոգիաների ուսումնասիրումն է, կախված շաբաթվա օրից ընտրել ենք որոշակի հստակ պաթոլոգիաներ, որոնց մասին բժիշկ մասնագետները եւ նաեւ հետազոտողները ներկայացնելու են զեկուցումներ։ Ուղեղի ճանաչման շաբաթվա ընթացքում մասնագետների ուշադրության կենտրոնում կլինեն դեմենցիան, աուտիզմը եւ նեյրոդեգեներատիվ հիվանդությունները։ Միջոցառումը լավ հնարավորություն է ստեղծելու գործակցության եւ գիտելիքի փոխանակման հարթակ։ Ինձ ուղեղ, որովհետև դա ամենաարդի հարցերից է 21-րդ դարի անվերջ ուսումնասիրելի օրգան է, որ մինչև վերջ դեռ չեն հասկացել ինքը տարբեր ֆակտորներ է, տարբեր կողմներ է իր մեջ ներառում։ Կրթական արշավը կշարունակվի մարզերում, մասնագետները դպրոցականներին կպատմեն ուղեղի մասին ամեն ինչ։ Մեր ուսանողական գիտական ընկերության անդամները ներկայացնելու են շատ հետաքրքիր զեկուցումներ կապված ուղեղի աշխատանքի հետ, հիվանդությունների, որը աուտիզմն է, պարկինսոնիզմն է, իրենց հետ խաղեր են խաղալու եւ մրցանակներ են տալու։ Բժշկականում վստահ են, արշավը կնպաստի մարդու ամենակարևոր օրգաններից մեկի՝ ուղեղի մասին հանրային տեղեկացվածության բարձրացմանը, իսկ ապագա մասնագետներին կօգնի ամրապնդել գիտելիքներն ու հմտությունները։ Արամ Մարանդյան, Աշոտ Խաչատրյան, լուրեր։